Ողջույն, եթերում Medpress-ն է։ Մենք քննարկում ենք հարցեր, որոնք կարևոր են եւ հետաքրքիր յուրաքանչյուրին։ Այսօրվա իմ հյուրը նեոնատոլոգ է, բժիշկ, ով օգնում է նորածիններին հաղթահարել իրենց կյանքի առաջին փորձությունները։ Մեր հյուրն է Մարգարյան ծննդատան նորածնային բաժանմունքի ղեկավար Անայդա Ասատրյանը։ Ողջույն Անայդա Ռուդոլֆովնա, շատ ուրախ եմ, որ ձեր զբաղված գրաֆիկով ժամանակ եք գտել մեզ հյուր գալու համար։ Շնորհակալ։ Եվ առաջին հարցով փորձենք ողջել, թե ով է նեոնատոլոգը եւ ինչպես է նեոնատոլոգի աշխատանքը տարբերվում մանկաբույժի աշխատանքից։ Իրականում նեոնատոլոգիան ժամանակակից բժշկության, կարելի ասել, երիտասարդ ճյուղերից մեկն է։ Այն ստեղծվել է 20-րդ դարում, երբ պահանջ է առաջացել անհաս երեխաներին, հիվանդ երեխաներին բուժելու, մանկաբուժության մեջ 60-ական թվականներին անջատվեց այսպիսի մի ճյուղը։ Եվ ուզում եմ շեշտել, որ այս բնագավառը, այս մասնագիտացումը ընդամենը կյանքի առաջին 28-րդ օրերի համար է նախատեսված, որովհետև ինքնըստինքյան նորածնային շրջանը դա առաջի 28 օրն է։ Բայց ինչու է առաջացել այս խնդիրը, որովհետև նորածնային շրջանում առաջացած հիվանդությունները կտրականապես տարբերվել են մանկական հասակի հիվանդություններից եւ այդ հիվանդությունների ցանկը կարելի ասել, որ խիստ տարբերվում է արդեն մանկական հասակում հանդիպող հիվանդություններից եւ շատ բազմաթիվ հիվանդություններ, որոնք որ մենք ունենում ենք նորածնային շրջանում, նրանք այլևս չեն հանդիպում մանկական հասակում։ Դրա համար առաջացավ այսպիսի մի մասնագիտություն, նեոնատոլոգիա։ Ես միշտ ասում եմ, որ նեոնատոլոգները դա մեր առաջին բժիշկներն են, ովքեր որ առաջինն են հանդիպում մարդար արածին եւ իրենց օգնություն ցուցաբերում, եթե իհարկե դրա կարիքը լինում է։ Այսինքն մենք համարում ենք, որ ծննդաբերությունը ավարտվում է երեխայի ծնունդով, բայց ձեր աշխատանքը կարծես թե սկսում է երեխայի ծնունդով եւ որոնք են այն առաջին հիմնական գործողությունները, որը որ սկսվում է երեխայի ծննդից հետո, գնահատումը կամ միգուցե։ Այստեղ ես կուզենամ շեշտել, որ մենք պետք է տարանջատենք առողջ նորածին հասկացողությունը եւ հիվանդ նորածին, որովհետեւ եթե երեխան ծնվում է առողջ, նեոնատոլոգի կողմից գրեթե ոչ մի անելիք չկա, այսինքն մենք աշխատում ենք չմիջամտել մոր եւ երեխայի կապի մեջ։ Երեխան ծնվելուց հետո, եթե ծնվում է առողջ, ճիչով, միանգամից պետք է տրվի մորը։ Եվ այդ, չգիտեմ, սուրբ պահը կարելի է ասել, պետք է մենք պահենք, հետևենք եւ ուղղություն տանք, ցուցաբերենք, թե մայրը ինչ պետք է անի, բուժանձնակազմը ինչ պետք է անի, իհարկե այլ դեպքերում, եթե երեխան ծնվում է ինչ-ինչ առողջական խնդիրներով, այստեղ արդեն խիստ անհրաժեշտություն է առաջանում նեոնատոլոգի գործողությունների, այստեղ եւ դիտարկում, եւ գնահատում, եւ միջամտություններ, արդեն լայնածավալ գործողությունների անհրաժեշտություն կա նեոնատոլոգի կողմից։ Իսկ ինչ չափանիշներով է գնահատվում նորածինը ծնվելուց հետո։ Դե դուք էլ գիտեք, որ առաջի գնահատականը երեխայի դրվում է աբգարի սանդղակով։ Իհարկե աբգարի սանդղակը դա այնպիսի սանդղակ է, որը որ մեզ թույլ է տալիս գնահատել երեխայի առողջական վիճակը տվյալ պահին, բայց այն չի խոսում մեր երեխայի առողջական վիճակի մասին, որը որ կարող է զարգանալ մի քանի րոպե հետո։ Գնահատականը, այո, առաջին րոպեի վերջում եւ 5-րդ րոպեի վերջում եւ իրականում այս գործիքը ստեղծված է ավելի շատ որպես օգնություն նեոնատոլոգին, որպեսզի նա իրականացնի ինչ-ինչ գործողություններ։ Այսինքն, եթե կա վերակենդանացում իրականացնելու անհրաժեշտություն, այս սանդղակը շատ մեծ օգնություն է նեոնատոլոգի համար եւ կատարել գործողությունները եւ կատարված գործողությունների հիման վրա վերագնահատել այս երեխայի վիճակի լավացումը թե վատացումը։ Դուք նշեցիք, որ ծննդաբերությունից հետո հիմնականում երեխաների մեծ մասը, ովքեր չունեն խնդիրներ, փոխանցվում են մայրիկին եւ նրա խնամքին են հանձնվում։ Իսկ երբ է առաջանում կարիք, որպեսզի երեխաները արդեն խնամվեն կամ բուժում ստանան նորածնային վերակենդանացման բաժանմունքում։ Ցավոք սրտի բոլոր նորածինները չէ, որ ծնվելուց հետո լինում են առողջ, տարբեր երկրների տվյալներով այդ ցուցանիշը կարող է հասնել մինչև 20%-ի, իհարկե ծանր եւ պարզապես խնամք պահանջող երեխաները։ Հիմնական խնդիրները դա անհասությունն է, հիմնական խնդիրների հաճախ հանդիպող խնդիրներից է շնչական խանգարումները,
Այս դեպքում արդեն միանշանակ երեխաները տեղափոխվում են նորածնային ինտենսիվ թերապիայի բաժանմունք, որտեղ որ իրականացվում է արդեն լայնածավալ բուժումը մասնագետների, հմուտ բուժքույրերի եւ բժիշկների արդեն օգնությամբ։ Իսկ մոր հղիության ընթացքում կամ սոմատիկ խնդիրները կարող են արդյոք ունենալ ազդեցություն պտղի վրա կամ նորածնի վրա ծնվելուց հետո։ Միանշանակ, որովհետև հղիության ընթացքում մայրը եւ պտուղը դա մի օրգանիզմ է եւ ցանկացած հղիությունը, թե սոմատիկ, թե մանկաբարձական իրավիճակները ազդում են պտղի վրա։ Եվ եթե շատ հաճախ երեխան ծնվում է ինչ-ինչ առողջական խնդիրներով եւ մայրը կարծես թե ասում է, որ հղիությունը հարթ է անցել, պարզապես երկարատև զրույցների հիման վրա մենք այնուամենայնիվ կարողանում ենք բացահայտել այն գործոնները, որոնք կարող են պատճառ հանդիսանալ տվյալ երեխայի մոտ առողջական խնդիրների առաջացմանը։ Իսկ որոնք են ամենահաճախ հանդիպող առողջական խնդիրները, եթե չխոսենք անհաս նորածինների մասին, այլ հասուն նորածինների մասին, որոնք են ամենահաճախ հանդիպող խնդիրները նորածնային շրջանում։ Ամենահաճախ նորածնային հանդիպող խնդիրը համախտանիշը, այսպես ասեմ, դա դեղնուկային համախտանիշն է։ 60-ից 70% բոլոր նորածինների ունենում են ծնվելուց հետո դեղնուկային համախտանիշ, պարզապես բոլոր դեղնուկները չէ, որ ենթակա են բուժման։ Այստեղ մենք բաժանում ենք երկու խմբի, այն դեղնուկները, որոնք պահանջում են բուժում, սա պաթոլոգիական դեղնուկներ են, եւ մի այլ խումբ դեղնուկների, որոնք չեն պահանջում բուժում, սակայն ուզում եմ այստեղ ուշադրությունը դարձնել մեր մայրիկների, ովքեր որ կարող են ասել, որ մեծ մասամբ դեպքերում այո լինում են դեղնուկներ եւ նրանք դեղնուկը կանցնի եւ հետևանք չի ունենա։ Իրականում դա այդպես չէ, որովհետեւ եթե դեղնուկը պահանջում է բուժում, այն պետք է իրականացվի, այլապես մենք կունենանք ծանր նյարդաբանական խնդիրներ այս երեխայի մոտ եւ ծանր հաշմանդամություն։ Դրա համար այդ, այսպես ասած, միֆերը, որ դեղնուկը լինում է, հաճախ է լինում, նորմալ է, իրականում դա այդպես չի։ Եթե ցուցված է, իհարկե բուժում բժշկի կողմից։ Այսինքն այդ ֆիզիոլոգիական դեղնուկը, որ մենք ունենում ենք, խոսքը սրա մասին չէ, այլ ավելի երկարատև դեղնուկների մասին է։ Բոլորի մասին է։ Ցանկացած պարագայում դեղնուկների մասին է։ Այո, բոլոր դեղնուկների մասին է, որովհետև բուժման համար ցուցանիշները բիլիրուբինի իրականում նշանակություն չունի պատճառը որն է։ Բուժման ցուցանիշների բիլիրուբինի մակարդակի բոլոր տեսակի դեղնուկներին վերաբերում են նույն ձևով։ Դրա համար կախված երեխայի գեստացիոն ժամկետից, կախված նրա կյանքի օրերից մենք կարող ենք ունենալ տարբեր ցուցանիշներ եւ այստեղ արդեն բուժում առաջանալու, անհրաժեշտություն առաջանալու հարցը ծագում է անկախ պատճառից։ Իսկ այդ դեպքում երբեք չի կարելի հրաժարվել բուժում ստանալուց։ Եթե բժիշկը, այո, եթե բժիշկը ասում է, որ այս դեպքում բիլիրուբինի մակարդակը պահանջում է բուժում, խնդրում եմ ծնողները թող լինեն շատ ուշադիր եւ իրականացնեն միանշանակ այդ բուժումը, որովհետեւ ասում են, որ ծանր նյարդաբանական խնդիրներ են առաջանում բիլիրուբինային ինտոքսիկացիայի հետևանքով։ Իսկ այլ խնդիրներ, դեղնուկը Հիմնականում դեղնուկներն են, այլ խնդիրները դա շնչական խանգարումներն են։ Երկրորդ տեղում կարող ենք ասել, որ շնչական խանգարումներն են, շնչական խանգարումների պատճառներն էլ կարող են լինել բազմաթիվ, դա կարող է լինի անցողիկ հաճախաշնչություն, որը ավելի թեթև ընթացք ունի եւ ավելի հեշտ է բուժվում։ Իհարկե դա կարող են լինել բնածին թոքաբորբեր, իհարկե դա կարող են լինել անհասության հետ կապված շնչական խանգարումների համախտանիշը, որպես չզարգացած թոքի հիվանդություն։ Ես գիտեմ, որ ձեր բաժանմունքը սպասարկում է նորածիններին, ընդունում է նորածիններին, ոչ միայն ովքեր որ ծնվել են Մարգարյան ծննդատանը, այլև Երևան քաղաքի այլ կլինիկաներում եւ մարզերում ծնված նորածիններին։ Եվ ամենափոքր քաշով եւ այս նեոնատալ շրջանը հաղթահարած նորածինը նույնպես ձեր բաժանմունքից է, կարելի ասել, առողջ դուրս գրվել։ Կպատմեք, թե ինչպես եք խնամում այդ միջև 1 կիլոգրամ քաշ ունեցող նորածիններին ձեր բաժանմունքում։ Շուշան, կուզեի ասել, որ այստեղ ոչ միայն քաշի մասին է խոսքը, այլ նաև հղիության ժամկետի, որովհետև երեխաները կարող են լինել ավելի մեծ քաշով, մինչև 1 կիլոգրամ երեխաների մասին է խոսքը, բայց ժամկետով ավելի փոքր։ Այսինքն մեր համար շատ ավելի կարևոր է գեստացիոն ժամկետը, որովհետև այդ երեխան, որ դուք ասում եք, նա տեղափոխվել է Վանաձորից, ծնվել էր Վանաձորում եւ նրա հղիության ժամկետը 22 շաբաթական էր։ 22 շաբաթականում ծնված երեխան, այո, Վանաձորից տեղափոխվել է մեր մոտ, ընդ որում այդ տեղափոխումը, շատ կարևոր է երեխաների համար, որպեսզի ճիշտ իրականացվի։
եւ այս երեխան մնաց մեր կենտրոնում 90 օր։ Իրականում շատ բարդությունների հետ ենք մենք բախվում այս ընթացքում։ Ինքնըստինքյան անհասություն պահելը, անհաս երեխային պահելը ժամանակակից նեոնատոլոգիայի կողմից դժվարություն չի առաջացնում, որովհետև կան գրեթե բոլոր սարքավորումները, կան լավ մասնագետներ, բայց ցավոք սրտի անհասության հետ կապված բարդություններն են, որ կարող են բերել վատ ելքերի, կարող են բարձրացնում են մահացությունը, կարող են հետագայում այս երեխաների մոտ առաջացնել ծանր հաշմանդամություն։ Դրանով իսկ պայմանավորված է հենց այս փոքր 1 կիլոգրամից ցածր երեխաների համար ճիշտ կազմակերպված բուժումը։ Եթե 20-րդ դարում այդ նեոնատոլոգիայի զարգացման փուլում շատ ավելի շեշտը դրված էր սարքավորումներ նոր գտնելու նորածինների համար, ապա հիմա ժամանակակից նեոնատոլոգիան ավելի շատ ուղղված է կյանքի որակ ապահովելու այս երեխաների, անհաս երեխաների, այո, կյանքի որակ, որպեսզի իրենց մոտ հնարավորինս նվազեցնել հաշմանդամությունը, որպեսզի իրենք հետագայում չունենան խնդիրներ, երկարաժամկետ նյարդաբանական խնդիրներ, դա կլինի թե իրենց ուսման հետ կապված, թե շփման հետ կապված։ Այսպիսին է մեր մոտեցումը նաև մեր բաժանմունքում աշխատել ոչ միայն այս երեխաներին կենսունակություն ապահովել, այլ նաև հետագայում մտածել այս երեխաների կյանքի որակի մասին։ Այսինքն այստեղ կարող ենք առանձնացնել, որ շատ կարևոր է ոչ միայն երեխայի ծննդյան քաշը, այլ թե ինչ գեստացիոն ժամկետից ինչ ժամկետում է ծնվել։ Միանշանակ, որովհետև հասունացումը պտղի երեխայի պայմանավորված է ժամկետով։ Եվ այստեղ մենք բժշկությունը ոչ մի բանով չի կարող արագացնել այդ process-ը ծնվելուց հետո էլ։ Պարզապես այստեղ ժամանակի ընթացքում պտուղը ծնվում է, նորածին է դառնում, պետք է մեծանա եւ արդեն հասունանա ոչ մամայի օրգանիզմում, այլ արդեն մեր պայմաններում։ Իսկ ինչը կարող է պատճառ հանդիսանալ վաղաժամ եւ անհաս նորածիններով ծննդաբերությանը։ Նախ ուզում եմ նշել, որ թվացial անհաս երեխաների ծնունդի քանակի ավելացումը իրականում այդպես չէ։ Վերջին 10-15 տարիների ընթացքում ամբողջ աշխարհով մենք տարեկան ունենում ենք մոտավորապես 13-ից 14 միլիոն անհաս երեխայի ծնունդ։ Բայց տոկոսային առումով այն կազմում է 5-ից 15%։ Եվ այստեղ շատ կարևոր են, որ երկրում են այդ երեխաները ծնվում, որովհետև ինչքան երկրները զարգացած են, այնտեղ անհաս երեխաների ծնունդի քանակը տոկոսը ավելի քիչ է։ Զարգացած երկրներում այն կազմում է 5-ից 6%։ Մեր երկրում այդ ցուցանիշը տատանվում է 10-ից 11%-ի սահմաններում, իսկ օրինակ ասիական երկրներում նրանց մոտ մինչև 15-16% երեխաներ կարող են ծնվել անհաս։ Այսինքն անհաս երեխայի ծնունդը սա ոչ միայն առողջապահական խնդիր է, այլ նաև սոցիալ-տնտեսական խնդիր է, որովհետև եթե կինը գտնվում է ոչ բարենպաստ սոցիալական պայմաններում, այսինքն նրա առողջ լինելու փաստը չի արձանագրվում, չի հետևում իր առողջությանը, թե միջև հղիանալը, թե ամբողջ հղիության ընթացքում, այս դեպքերում են, որ վաղաժամ ծննդաբերությունների տոկոսը ավելանում է։ Պատճառները կարող են լինել եւ սոմատիկ հիվանդությունները, անեմիաները, գերճնշումները, շաքարային դիաբետները, ինչպես նաեւ հղիության ընթացքում մեզ շատ հայտնի պրեէկլամպսիաները եւ այլ խնդիրները եւ մեծ մաս են կազմում օրինակ ասիական երկրներում ինֆեկցիաները։ Այս հետևանքով են, որ ծնվում են վաղաժամ երեխաները, տեղի են ունենում վաղաժամ ծննդաբերությունները։ Իսկ անհաս եւ հասուն նորածիններ ունեն որոշակի չափանիշներ, ըստ որոնց երեխան նորածինը համարվում է հասուն կամ անհաս։ Իհարկե, այս փաստին մենք չանդրադարձանք, անհաս են համարվում այն երեխաները, ովքեր որ ծնվում են 37 շաբաթականից փոքր ժամկետով, 37 շաբաթականից արդեն բարձր ժամկետով ծնված երեխաները համարվում են հասուն, եւ այստեղ էական չի քաշը, որովհետեւ երեխան կարող է ծնվել հասուն ժամկետից, օրինակ 38-39 շաբաթական հղիության ժամկետով, բայց ունենա օրինակ փոքր քաշ։ Սա արդեն հետևանք է ներարգանդային կյանքում մոր կողմից կրած ինչ-որ հիվանդությունների, որի հետևանքով պտուղը չի աճում։
Այս դեպքում մենք այս երեխաները արդեն այլ խումբ ենք կազմում, այսինքն հասուն երեխան կարող է ունենալ փոքր քաշ եւ անհաս երեխան էլի խնդիրներով կարող է ունենալ մեծ քաշ։ Այսինքն քաշը այստեղ հետին պլան է մողում, կարելի է այդպես ասել, ժամկետը պայմանավորված է միայն հղիության ժամկետով, հասուն եւ անհաս լինելը։ Իսկ հղի կնոջ ծննդակարգը որքանով է ազդում հասուն կամ անհաս նորածին ունենալու հավանականության վրա։ Դե այն փաստը, որ ասեցի, սոցիալ-տնտեսական պայմանները ազդում են, իհարկե, եթե կա ծանր թեժ ծնուցում մոր մոտ, այն կարող է դառնալ պատճառ վաղաժամ ծննդաբերության։ Բայց մեր պայմաններում, իհարկե, մեր երկրի պայմաններում չի կարելի համարել, որ կինը եթե վատ է սնվում, դա կարող է դառնալ պատճառ վաղաժամ ծննդաբերության եւ անհաս երեխայի ծնունդի։ Ինչ պիտի իմանան ծնողները կյանքի առաջին օրերի երեխայի խնամքի հետ կապված։ Այսինքն այստեղ մենք խոսում ենք արդեն առողջ նորածինների մասին։ Առաջնահերթը իհարկե կրծքով սնուցումն է, որովհետև կրծքով սնուցումը դա պարզապես մեր բնության կողմից տրված մի հրաշք է, որը ապահովում է երեխային տարբեր տեսակի, պաշտպանում է երեխային տարբեր տեսակի հիվանդություններից եւ առաջին քայլերը, երբ կինը փորձում է երեխային կերակրել, կատարվում է ծննդատանը կյանքի առաջին 3 օրերի ընթացքում եւ հավատացեք, եթե այս գործընթացը մենք այս 3 օրերի ընթացքում կարողանանք ճիշտ կազմակերպել, հետագայում արդեն այս երեխաները կշարունակեն կրծքով կերակրվելը, որը որ շատ կարեւոր է հետագայում այս երեխաների առողջական բարելավել առողջական վիճակը։ Միանշանակ կան նաև այլ խնամքի խնդիրներ, որոնք որ մենք ծննդատանը իհարկե սովորեցնում ենք մայրիկներին, կարելի է ասել, որ ժամանակակից մայրիկները բավականին բանիմաց են եւ երբ գալիս են ծննդատուն, ունենում են բավականին լավ ինֆորմացիա, տիրապետում են, թե ինչպես իրենց երեխաներին խնամեն, թե ինչպիսի պատվաստումներ երեխան պետք է ստանա, ինչպիսի սկրինինգ հետազոտություններ պարտադիր պետք է արվի այն ժամանակահատվածում, երբ երեխան գտնվում է ծննդատանը։ Մարգարիտ ծննդատանը մեծ ուշադրություն է դարձվում կրծքով կերակրմանը, ինչպես մանկաբարձ գինեկոլոգների, այնպես էլ նյունատոլոգների, եւ եթե չեմ սխալվում, հատուկ կրծքով կերակրման մասնագետ ու խորհրդատու կա։ Այո, մենք ունենք կրծքով սնուցման բժիշկ, մենք ունենք բազմաթիվ բուժքույրեր, որոնք որ անցել են այդ մասնագիտացում, գրեթե բոլոր անձնակազմն է անցել այդ մասնագիտացումը, եւ հենց այսօր մենք քննարկում ենք մեր կրծքով սնուցման մասնագետի հետ մեր անցյալ ամսվա ցուցանիշը բացառապես կրծքով սնուցման եւ այն հասել էր 93%-ի։ Դա բավականին լավ ցուցանիշ է, այո, հաշվի առնելով այն փաստը, որ գիտեք, մեր ծննդատանը լինում են բազմապտուղ հղիություններից ծնված երեխաներ, այսինքն դա զույգերի քանակն է շատ, դրա հետ մեկտեղ մենք կարողանում ենք ապահովել բացառապես կրծքով սնուցում նույնպես այս երեխաների համար կյանքի առաջին օրերի ընթացքում եւ այստեղ նաեւ ուզում եմ անդրադառնամ նորածին վերակենդանացման բաժանմունքից դուրս գվող երեխաների մոտ, որովհետեւ այս երեխաները բավականին երկար ժամանակահատված են գտնվում մեր մոտ, 2-3 ամիս եւ այս պայմաններում ապահովել մոր համատեղ կեցությունը հիվանդանոցում, որպեսզի իրենք ապահովեն երեխաներին, իրենց հիվանդ երեխաներին կաթով, սա նույնպես շատ մեծ նվաճում է մեր կլինիկայի համար։ Այսինքն մայրիկները մնում են կլինիկայում, իրենց տրամադրվում են պայմաններ, որպեսզի խնամեն իրենց փոքրիկներին։ Այո, իրանք մնում են այնքան ժամանակ, մինչև որ իրենց երեխայի հետ միասին դուրս են գրվում տուն։ Սա շատ կարևոր փաստ է եւ ասում եմ, սա մեր կլինիկայի ձեռքբերումներից մեկն է։ Անե Դորդոֆովնա, դուք շատ բարդ աշխատանք եք կատարում, քանի որ նաև շատ հուզական եւ հոգեբանական ասպեկտ ունի ձեր մասնագիտությունը։ Ինչպես է ձեզ հաջողվում հաղթահարել այդ ծանրաբեռնվածությունը, հուզական ծանրաբեռնվածությունը։ Շատ դժվար հարց տվեցիք, իրականում չի հաջողվում, Շուշան։ Չի հաջողվում, որովհետեւ շատ դժվար է այդ հուզական պահերը հաղթահարել, երբ դու հասկանում ես, որ ժամանակակից բժշկությունը չի կարող փրկել այս երեխայի կյանքը։ Եվ ինչպես ծնողին ասել դրա մասին, ինչպես չհուզվել եւ ինչպես հաղթահարել։ Դա չի հաղթահարվում։ Տարիների ընթացքում եւ ցանկացած ծանր դեպքի հետ, ցանկացած դեպք դու վերապրում ես այդ ընտանիքի հետ։ Շատ ծանր ընթացք է դա իրականում։
Պարզապես միայն հույսը դա այն երեխաներն են, ում մենք կարողանում ենք փրկել։ Նրանք շատ շատ են։ Այո, նրանք բարեբախտաբար շատ ավելի շատ են եւ դա է որ մեզ պահում է այս մասնագիտությունում։ Իրականում մեր մասնագիտություն եկողները քիչ են, որովհետեւ հաշվի առնելով այդ ծանր հուզական պահերը, բոլորը չէ որ կարողանում են դա հաղթահարել, բոլորը չէ որ կարողանում են դրա հետ մեկտեղ տարիներ շարունակ աշխատել այս մասնագիտության մեջ։ Աներդր Դորֆնա, շատ շնորհակալ եմ ձեր շատ կարևոր աշխատանքի համար եւ իհարկե այդ ամեն ինչի մասին մեր հեռուստադիտողներին պատմելու համար։ Ձեզ եմ շնորհակալ Շուշան հրավերի համար։ Մեր նորածնային ծառայության փոքր ինձ թվերում գտնվող, այդ հատվածները լուսաբանելու համար, որովհետեւ այո, շատերը չգիտեն նեոնատոլոգը ով է, ինչով է զբաղվում նեոնատալ բաժանմունքը եւ եւս մեկ անգամ շնորհակալություն լուսաբանելու մեր գործունեությունը։ Ձեզ շատ շնորհակալություն։ Սիրելի հեռուստադիտողներ, այսօրվա համար այսքանը։ Կհանդիպենք հաջորդ շաբաթ։